Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հուլիսի 1-ն է Հայաստանում և հիմա մենք փորձենք հասկանալ ինչ է կատարվում Ադրբեջանում, Ռուսաստանում և ինչի է Ռուսաստանը փորձում նահանջել այս առճակատման մեջ, որից դժգոհ են ռուսական Z պատրիոտները։ Փորձենք հասկանալ ինչ է կատարվում։ Եվ այսպես, ի պատասխան ռուսական գրողներին ադրբեջանցիների նկատմամբ Ռուսաստանում Երևի հիշում եք, 50 հոգու ձերբակալել էին, երկուսը սպանվել են այդ ընթացքում, մեկ ասում են վախից ինֆարկտներ մահացել, մյուսի մահվան պարագաները դեռ հայտնի չեն։ Ամեն դեպքում, ինչ պատահեց դրանից հետո։ Դրանից հետո Ալիևը որպես հաղթանակած Ադրբեջանի հաղթանակած առաջնորդ, որի համար ծովը ծնկներից է, հրավիրում է Ադրբեջանում ռուսական դեսպանին իր մոտ, մինչ դա արգելում է բոլոր տեսակի միջոցառումները, ռուսական ինչ կա, բալետներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ եւ այլն։ Այսօր Ռուսաստանի պատգամավորական խմբի ներկայացուցիչ Միրոնովն էր բողոքում, որ Ադրբեջանը լկտի ասել այն աստիճան, որ Ադրբեջանում ռուսական դեսպանին է կանչում իր մոտ ԱԳՆ-ն եւ նոտա է հղում Ռուսաստանի Դաշնությանը, ինչի համար, որ Ռուսաստանի Դաշնությունը փաստորեն իր տարածքում միջոցառումները իրականացել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ եւ դրա համար Ադրբեջանը նոտա է հղում, այսինքն մազերն էին համարել փոխում այդ բանի մեջ, հա, ասենց բազկությունից, որ լկտիության աստիճանը ասել այնտեղ, որ Ալիևը միջամտում է փաստացի Ռուսաստանի ներքին գործերին, ինքն է որոշելու ում նկատմամբ քրեական հետապնդում իրականացնեն, ում նկատմամբ չիրականացնեն, այսինքն զուտ ազգային պատկանելությունը փաստորեն բավական է, որ Ալիևը ընդեղից միջամտի։ Իդեպ, այդ բանից հետո, այդ հաղորդման վերջում նաև խոսք գնաց հայերի մասին, որ պետք է ազգային փոքրամասնություններին, ադրբեջանցիներին եւ հայերին կարգի հրավիրել։ Այս ամեն ինչը շրջանակներում։ Սա ականջիս հնչեց, երբ որ սկսեց հայերին էլ բան անել, որ կոմպլիմենտ բան է, ասենց ասեմ, Ադրբեջանին, Ալիևին, մենակ քո նկատմամբ չենք անելու, այլ նաև հայերին, ասենց ինչ որ բան զգացի, որը վերջում ճիշտ դուրս եկավ։ Ինչ որ է, Ադրբեջանը կանչում է իր մոտ Ռուսաստանի դեսպանին եւ մի խոսքով բողոք է ներկայացնում, որ Ռուսաստանը իր տարածքում ռուսական քաղաքացիների է հետապնդում, որոնք ազգությամբ ադրբեջանցի են։ Դրանից հետո ինչ է պատահում։ Ադրբեջանը սկսում է հակառակ գործողություններ իր մոտ, Սպուտնիկ Ադրբեջան կա, չէ՞, կա պրոպագանդիստական բան, ցանց, ամեն դեպքում բոլոր աշխատողներին ձերբակալում է ու մեղադրում է շպիոնաժի մեջ։ Պաստորեն Ալիևը գիտեր, որ իր տարածքում նստած է Սպուտնիկ գործակալական ցանցը, իրան առեթերպ է նրանց ձերբակալելու համար։ Բոլորին բերմանային ենթարկում շատ կոպիտ ձևով եւ այս հայտնի հարբեցող Զախարովան բողոքում է, որ մեր դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել Բաքվում աշխատող ռուսաստանցի լրագրողների հետ, որոնք բերման են ենթարկվել։ Մի խոսքով, Ալիևը, ասենց ասեմ, բավականին կոշտ եւ շատ բարձր դիրքից նվաստացնում է բոլոր հնարավոր եղանակներով Ռուսաստանին եւ կարծես թե գազը, ոտը գազից չի ուզում թողի, որը ընդունեց Պեսկովը։ Հիմա ես ձեզ ցույց կտամ նրա հայտարարությունը, բայց մինչև Պեսկովին հասնելը Մարդան կա մի հայտնի Z պատրիոտ, շատ ագրեսիվ պրոպագանդիստ, ինքը ինչա գրում իր մոտ, որ հպարտ 10 միլիոնանոց Ադրբեջանը իրոք զգացել է իրան, բանը հաղթանակած ազգ, որը եղել է 200 տարի օկուպացված Ռուսաստանի տիրապետության տակ։ Եվ ասում է, իրական ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը իրոք Ռուսաստանի ամբողջ հզորությունը եւ սկսի հարկեր վճարել, ինչ որ Կասպից ծովում բաների համար, առևտրի համար եւ չմոռանա, որ 2 միլիոն ադրբեջանցի է ապրում իրենց տարածքում։
Ռուսաստանի տարածքում։ Մենք էս 2 միլիոն, 3 միլիոն հայ ապրում Ռուսաստանում, բա մեկից բանը միշտ լսել ենք, հա, այս մեր նկատմամբ այսպես կոչված ճնշող գործիքը, որ ձեր ազգականների մասին, ձեր հայրենակիցների մասին մտածեք։ Կարծես թե ռուսները այլ արգումենտ չունեն, բացի հիշեցնելուց, որ իրենք կարող են հարկեր սահմանել Ադրբեջանի վրա եւ հիշեցնում են Ռուսաստանում աշխատող 2 միլիոն ադրբեջանցիների մասին։ Մինչ այդ ադրբեջանցիների լսեն такие давления со стороны Москвы, я считаю, что Азербайджан должен предпринимать еще больше усилий. На мой взгляд, пора уже серьезно рассмотреть и решить вопрос создания военной базы Турции на территории Азербайджана. Այս ուկրաինացի լրագրողը հարցնում է սրան, երևի ինչա մտածում ես ամեն ինչի մասին, իրանք Ռուսաստանին սպառնում են, որ Ալիևը ավելի պետք է սեղմի Ռուսաստանի եւ ժամանակն է, որ Ադրբեջանը ունենա թուրքական բազա Ադրբեջան։ Եվ այս ամեն ինչից հետո կարդում ենք Պեսկովին։ Պեսկովի։ Խնդրեմ, սա ուժեղ տղեն է, որ ասում են եկածի բուզգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշի պատճառներ դառնան։ Այ մարդ ինչ թուրքական զոր, ինչ եք խոսում, ինչ եք մեր ագենտներին ձերբակալել։ Մենք կարծում ենք, որ կատարվող ամեն ինչ առնչություն ունի իրավապահների գործողությունների հետ եւ չի կարող ու չպետք է նման արձագանքի պատճառ դառնալ։ Զգացիք տոնը։ Նրա խոսքով այս պահին երկկողմ հարաբերություններում ծակած ճգնաժամի քննարկում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջև նախատեսված չի նույնիսկ։ Տվյալ պահին օրակարգում նման հարց չկա։ Այսինքն Ալիևը ինչ անում է, մենք ոչ մի բան չունենք, պրոբլեմ դրա հետ չունենք, ճիշտ է։ Տվյալ պահին նման հարց օրակարգում չկա, մյուս կողմից սակայն եթե դրա կարիքը զգացի, այն կարող է կայանալ ամենասեղ ժամկետում։ Սա Կրեմլի պաշտոնական պատասխանն է։ Մինչդեռ էլի ռուսները չեն հանդարտվում, մանավանդ Զատուլինը, ինչ ասում, Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի գործընկեր։ Պատգամավորը նշել է, Ադրբեջանը ոչ եվրասիական տնտեսության, ոչ էլ հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից չէ, որի անդամների նկատմամբ կիրառվում է ռազմավարական գործընկեր հասկացողությունը։ Զատուլինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից մաքրելուց հետո Ադրբեջանը դադարել է հաշվի առնել Ռուսաստանին։ Ինչպիսի բացահայտում։ Նոր հասկացակա, որ ադրբեջանցիներին պետք է այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում հայեր ապրում։ Տեսեք, այս կռվի մեջ մեզ օգտակար շատ քիչ բան լինել։ Հա, ուղղակի հետաքրքիր է հետևել ու լսել այն ինչ որ կանխատեսելի է։ Եթե մենք պետություն ունենայինք, այո, այս կռվի մեջ հետաքրքիր բաներ կարելի է ստանալ, դիվիդենդներ կարելի է հավաքել, բայց ընդհանրապես տեսնում ենք, որ Ռուսաստանը հերակա 5 տարի հետո հասկանում է, որ Արցախ հանձնելուց հետո իրանք էլ Ադրբեջանին պետք չեն։ Այստեղից հարց առաջանում։ Բան չի եկա տենց վախկոտ շան նման պոչները մտցրել ոտերի արանքից ներս։ Մի շատ պարզ պատճառով։ Քանի կա ուկրաինական պատերազմը, ռուսական նավթը վաճառվում է Ադրբեջանի ձեռքով։ Քանի կա ուկրաինական պատերազմը, Ադրբեջանը, Թուրքիա, Ռուսաստանին պետք են օդի ջրի պես իրենց նավթը վաճառելու եւ սանկցիոն ապրանքներ տեղափոխելու համար։ Դրա համար էլ Ալիևը ոնց ուզում ոտը դնում է գազի։ Ռուսաստանի նկատմամբ դա այդքան վտանգավոր չի առայժմ իրեն համար, առայժմ եմ ասում, մենք չգիտենք վաղը ոնց է զարգանալու այս դեպքերը, բայց այ որ նույն բանն անում է Իրանի նկատմամբ, այստեղ ես մի քիչ վերապահումով եմ նայում իր հաղթանակների հնարավորությանը։ Եվ այսպես, ինչ ենք արձանագրում։ Ռուսները հիշեցնում են, որ
փաստացի մենք ձեզ պետք է միջև հայերին Արցախից վտարելը։ Փաստ 1, որ ռուսական պրոպագանդան չի հարմարվում այդ մտքի հետ, որ փոքր 10 միլիոնանոց Ադրբեջանը կարող է ոտքերը մաքրի իրենց վրա, կանչի իրենց դեսպանին իր մոտ, ասի իմ քաղաքացիներին քո տարածքում, չէ, իմ ադրբեջանցիներին, նույնիսկ եթե դրանք քո քաղաքացիներն են, դու քո տարածքում իրավունք չունես ձեռք տալ։ Սա մասին բողոքում են, խշում են բլոգերներն ու պատգամավորները, բայց Պեսկովը ասում է լավ, մի մեծ բան չի, եղել է անցել է, խնդիր չկա, մի սրեք իրավիճակը, որովհետև իրենց Ադրբեջանը պետքա օդի եւ ջնի պես։ Այսքան ռուս-ադրբեջանական այս փոքրիկ վեճի մասին, որտեղ Ռուսաստանը այն կախկանձող շան նման ոտը մցրեց հետևի ոտքերի արագ, կոպիտ ասեց։ Իդեպ սան էլ ավելացնեմ, որ հաստատեցի, որ ադրբեջանական մշակույթը Ռուսաստանում չի չեղարկվի։ ՌԴ նախագահի ներկայացուցիչը հավաստեցրել է, որ այն ինչ որ դուք արեցիք մեր նկատմամբ, ոչինչ, մենք նույնը ձեր նկատմամբ չենք անելու։ Սա Ռուսաստանն է, ընկերներ, այն հիշում եք, որ մենք խոսում ենք Պուտինին չդիմավորեց, դրա համար Արցախը տվեց։ Այս չարեցինք, Պուտինը լավ է պետք լիներ, Պուտինը սենց է պետք լիներ, իրանց սենց է պետք շահել, ընդենց է պետք սիրաշահել։ Ռուսը իր տեսակով սիրաշահվելուց ոչ մի բան չի ստանում։ Ինքը մենակ մի լեզու գիտի, ուժի լեզումը։ Եթե դու կարողանում ես իրան ինչ-որ մի բան ստիպել, կամ ինքը որ զգում է կարող է մի բան կորցնի, նոր պատրաստ է գնա բոլոր տեսակի նվաստացումներին, բոլոր տեսակի վիրավորանքները կուլ տա, ասի ճիշտ է, դու ամեն ինչ արգելեցիր քո մոտ ռուսական, բայց ես նույն բանը չեմ անի։ Ճիշտ է, դու իմ լրագրողներին տարեկորցրել ես, պահել ես, ոչ մի կապ չունենք իրենց հետ, բայց դե ոչինչ, մենք դա մասին կմոռանանք, խնդիր չկա։ Հասկացեք, այս տերությունը հասկանում է բացառապես եզան լեզուն, ուժի լեզուն, ուրիշ լեզու ինքը սովոր չի։ Դա տրադիցիոն իրենց ամբողջ պատմական ժամանակաշրջանը այս պրակտիկան է եղել։ Եթե կարողացել են մի երկրի ստիպեն, ազդեն ուժով, կարողացել են ղեկավարել, եթե ոչ, այսա կապիտուլացվել են մի անգամից, ով կմտածեր երբևէ, որ Ռուսաստանը կկապիտուլացվի Ադրբեջանի դեմ։ Պարզվում է հնարավոր է, եթե քո գազը ինքն է վաճառում, քո նավթը ինքն է վաճառում։ Այսքան բան։ Այս ամեն ինչը Ռուսաստանի մասին։ Հիմա գնանք Եվրոպա։ Ես այս երկու օրը ցավոք մի բան նկատեցի, որ ամբողջ քաղաքական դաշտում փաստորեն հիմնական կարգախոսերը կառուցված է ոչ թե ճշմարտության վրա, այլ հակայի վրա, հակառուսականության կամ արևմտյան բլոկի, հակաամերիկյան, հակաեվրոպական, այնինչ հակա է։ Ու սա ինձ վշտացնում է, ճիշտ ասած։ Չափազանց վշտացնում է, որովհետև բռնելու տեղ չկա։ Հիմա եկու քաղցր խոսք պետք է ասեմ այս եվրոպացիներին, որոնք երեք ասեցի Մակրոնի մասին, հա, ու այսօր ամբողջ օրը սպասում եմ, որ ես մեդիայում պետք է կարդամ հայ մտավորականության, ներողություն, որ ես բառն օգտագործում եմ, լավ, մտավորականություն չասեմ, հայ քաղաքական էլիտայի այս բառի համար էլ ներողություն, Հայաստան աշխարհում քաղաքականությունով զբաղվող ոչ նախկին, ոչ ներկայիս կարգավիճակում գտնվող կառույցների կամ անհատների, ճիշտ ասած, բողոքը կամ առնվազն տարակուսանքը Մակրոնի հայտարարության հետ, որ իրենք Փաշինյան Նիկոլի հետ նույն էջի վրա են։ Ես ամբողջ օրը փնտրում եի, որ վերջապես կլինի մի արևմտամետ, շակերտներով պետք է ասեմ անպայման, բայց սկզբունքային գործիչ կամ ուժ, որ Մակրոնին ասի, պարոն Մակրոն, մի քիչ տարակուսանք է հայտարարում ձեր աջակցությունը Փաշինյան Նիկոլի նման բռնակալին, որի բռնակալի կոչումը, այդ որակավորումը տվել են ձեր իսկ ինստիտուտները, հա, Մամուլի ազատության ինստիտուտը, մարդու իրավունքների պաշտպանության այդ մարմինները, հա, ու դուք այսօր հակասում եք ժողովրդավարական բոլոր սկզբունքներին։
գոնե ցավով արձանագրեին, բողոք չներկայացնեին, ասեն Ֆրանսիայի դեսպանին չկանչեին, նոտա տային, բայց արտահայտվել, որ Մակրոնը ոչ թե հիասթափել, այլ հարգել, սկսել հարգել Հայաստանը, ոչ թե խղճար, այլ հարգել ու սկսել արդեն, այնտեղ ինչ-որ դիտողություն են անում ինձ։ Էներ կպտում է ժողովրդավարության իմ կրկնակի ստանդարտներու եմ, պետք է զգուշ մնալ իրենցից։ Չեղավ դա ու ես դες ասում եմ անկեղծորեն, այս պարագայում արտասահման Արևմուտք, Ռուսաստան, Չինաստան, ով ուզում լինի, Իրան, մի սպասեք հարգանքի։ Կարող է խղճան մեզ, կարող է իրեն շահերից ելնելով նույնիսկ, մեզ պահեն Զանգեզուրը ոնց որ Իրանն անում։ Բայց հարգանք հավասար գործընկերոջ նկատմամբ վերաբերմունք մենք արժանի չենք ժողովուրդ։ Մենք արժանի չենք ուղղակի, որովհետև ոչ մեկին ոչ մի բան չենք ասում։ Ոչ մի բան մենք փաստացի չունենք, ակաժներից կախ լսում ենք մեր մասին ով ինչ կասի։ Համաձայն ենք լռում ենք, համաձայն չենք լռում ենք։ Հիմա գանք էս կալասին։ Մի մեծ աղմուկ է սա, որ ես ինչ ստորագրել։ Էս ասեմ ինչի մասին է խոսքը, ինչ են ստորագրել։ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև մասնակցության շրջանակը սահմանելու մասին։ That's it. Վերջ։ Ինչ որ մասնակցության շրջանակ են գծել, որ կարող է Եվրոմիությունը Հայաստանի հետ համագործակցի։ Որովհետև բան կար, աղմուկ կար, որ այսքանից հետո Եվրոմիությունը սրանց ինչ որ բան անում, այսքան մերժելուց հետո էլի եկել անգել։ Չէ, սահմանում են։ Լրիվ չեն կտրում, սահմանում են այդ սահմանները։ Կարող է 2 պունկտ, կարող է 3 պունկտ, ես չգիտեմ դա մեջ ինչ են կարող ամատի։ Մեզ դրա մասին ոչինչ չեն ասում։ Բայց ուղղակի կարդանք ինչի մասին է եղել այս պայմանագիրը, հետո հակառակ դեպքում մենք լավ գիտենք, չէ, որ ցանկացած պայմանագիր սրանց միջև երկկողմանի իրազեկությամբ պայմանագիրը ոչինչի մասին։ Եվրոմիությունն էլ գիտի, որ այն ինչ որ նույնիսկ սահմանները գծվեց, դա էական չի, դա խախտվելու է։ Դա երբեք Հայաստանը չի անի։ Հայաստանն էլ գիտի։ Բայց իրաց համար դա նորմալ է, եւ այս Կալասի համար, եւ Արաբատ Միրզոյևի համար, որ ինքը գիտի, որ նրան է խափում, այն էլ գիտի, որ իրան խափում են։ Ու սենց իրար խափելով ապրում ենք։ Սա իմ համար ազնիվ խոսք, մոռանանք մի բան քաղաքական բանը, ճաշակներն ու ճամբարները քաղաքական։ Իմ համար քաղաքական ճամբար չկա, իմ համար կա մի բան։ Կեղծիք եւ իրականություն։ Նույնիսկ դրա վերալ պատկերացումներ չկա, գիտեք, այսինքն արեք խոսանք իրականության մասին։ Կարող ենք լինել տարբեր կարծիքի, բայց իրականության մասին առանց կեղծելու։ Ես այսօր իմ նախկին եթերի ժամանակ անդրադարձա այսօր ցերեկը այդ համեկում կայացած այս քննարկության ժամանակ, որտեղ ճակերտավոր անդիմության, այսինքն Բագրատի եւ Աջապայանի ասենց ասեմ կողմը ներկայացնող լրագրողը Բորիս Մուրազին եւ Պետրոսը երկուսն էլ համաձայն էին մի բանում, որ Սասնացրը տերորիստ է։ Հասկանում եք։ Տեսեք, դուք կարող եք քաղաքական ուժ սիրել կամ չսիրել, համաձայն լինել կամ համաձայն չլինել։ Ես երբեք ի վերաբերմունքով պարզ է եղել Բագրատ գետադարձի նկատմամբ, դա իմ համար գետադարձ է, դավաճան։ Աջապայանի մասին էլ երբեք ես բարձր կարծիքի չեմ եղել։ Ես բերել եմ բազմաթիվ օրինակներ, թե ոնց էլ ասում, ինչ վատ բան է, երկու ասենք բան է, օլիգարխ բան ունենալ, քահանա ունենալ։ Ասենք իր այդ վերաբերմունքը, որը շատ նյութականացված է, էլի երբեք իմ մոտ առանձնապես բան չի, հարգանք չի վայելել, այսինքն համակրանք չկա։ Ոչ իրենց, ոչ այդ եկեղեցու նկատմամբ, աբսոլյուտ, բայց ես իրենց կյանքում տերորիստ չեմ ասի։ Որտեղ ես այդ հարցին նայում եմ իրավական տեսակետից, ոչ թե անձնական ճաշակի, նախապաշարմունքների, կանխակալ կարծիքի հիման վրա։ Չէ, ամեն ինչի հիմքում կա ձևակերպում, ու այս տերորիզմ ձևակերպումը դա բարոյական ձևակերպում չէ, դա իրավական ձևակերպում է։
ես կյանքում ինչքան սիրեմ, չսիրեմ Գարեգինին, Բագրատին եւ մնացածին, կյանքում իրենց նկատմամբ այս բառը չեմ օգտագործի։ Նախ որ այդ հանգամանքը, terrorism-ի հանգամանքը չի եղել մեկ, եթե նույնիսկ այդտեղ լիներ ապստամբության, կազմակերպման եւ ռեալ բան, հիմք տակը, ես միևնույնն է դա չէի ասելու։ Որովհետեւ մարդը terrorist է, թե չէ, դա սահմանվում է օրենքով։ Եվ ոչ մի օրենքի, ոչ մի սահմանադրության մեջ գրած չկա, որ ապստամբությունը դա terrorism է։ Terrorism-ը դա այլ բան է։ Բայց հիմա որ նայում եմ, տեսեք, ասենք նույն մարդիկ ինչ որ պայքարում են այս ռեժիմի դեմ, ենթադրում եմ, հա։ Բայց իրենց պայքարի գործիքների մեջ իրենք ազնիվ չեն։ Սա ինձ թուլացնում է, որովհետև շատ ավելի հեշտ կլիներ, որ ցանկացած մարդ, ովքեր պայքարում են այս իշխանության դեմ, իրենք պայքարեն ոչ թե իշխանության դեմ, այլ ճշմարտության համար։ Մենք ամբողջ ազգով դուրս եկանք Սերժի դեմ, բայց ընդամենը դա Սերժի դեմ էր, դա արդարության համար չէր։ Փաստը ցույց տվեց, որ մենք արդարության համար չէինք կռիվ տալի։ Մենք Սերժի դեմ էինք կռիվ տալի։ Հիմա նույն կռիվը գնում է Նիկոլի դեմ։ Անարդար մեխանիզմներով, անարդար ձևակերպումներով եւ անարդար գործիքներով։ Սա ոչ միտեղ չի կանում։ Սա նշանակում է, որ մենք որպես ժողովուրդ կոնսենսուս չունենք մեզին չա պետք։ Որովհետև ստի եւ կիսա ճշմարտությունների վրա պետություն հնարավոր չի կառուցել։ Սա նույնը անում է Ռուսաստանը, նույնը անում է հիմա Ադրբեջանը, նույնը անում են, բոլորը դրա համար դրանք պետություններ չեն։ Ինչով պետություններ չեն։ Այդ պետություններում, ճակերտավոր եմ ասում, մարդը արժեք չի, ապահովված չի, պաշտպանված չի, սոցիալական բնականաբար բոլոր, տնտեսական սոցիալական հետևանքները ապահովված չի, որովհետև ինքը պետություն չի։ Ինքը ունի պետական կառուցված բուրգ, որը ուժային մեթոդներով վերահսկում ու կառավարում ամեն ինչ, բայց դա պետություն չի, այսինքն այնքանով ինչքանով, բայց արդյոք մենք այդ կարգի պետության մեջ ենք ուզում ապրել։ Ես չեմ կարծում, որ ամեն դեպքում իմ պայքարը նման պետության մեջ ապրելու համար չի։ Դա ես այսօր շատ վատ զգացի, ոչ միայն այդ հաղորդման ժամանակ, որ ասենք եկուսներ կոնսենսուս ունեին, որ ասենք 16 թվականի ապստամբությունն դա terrorism է։ Այլ որ ամբողջ այսօրվա ընթացքում ոչ մի սթափեցնող, ոչ մի հակախոսք չեղավ Մակրոնի դիրքորոշմանը եւ ընդհանրապես ձայն չկա։ Կարծես թե Հայաստանում քաղաքական օրակարգ չկա։ Իրոք չկա։ Դժգոհության օրակարգ կա, էլ ինչ օրակարգ ասեմ։ Ճիվաղի հիմարությունները քննարկելու օրակարգ կա, բայց այդպես պետություն չի կառուցվում։ Հասարակ քաղաքացին ինքը չի հասկանում իր իրական լիդերները ինչ են ուզում։ Որովհետև հիմարի օրակարգը քննարկել կարող է ամենապարապ տատիկ պապիկը, որ նստած են բակում, որոնք թոշակառու են, անելիք չունեն։ Քաղաքական օրակարգ չի դա։ Դրան կարելի է անդրադառնալ գնահատական տալ, անցնել առաջ, որովհետև ասողը ցավոք վարչապետ է, աթոռին նստած, հա, ու դա արդեն քաղաքական է։ Բայց դա չի կարա քաղաքական օրակարգ լինի։ Մենք օրակարգը գիտեք որն է, որ մեզ սկսեն հարգանքով վերաբերվել, որ մեզ սկսեն հաշվի առնել։ Մենք առաջարկություններ անենք, ինչ ենք ակնկալում։ Որ մենք ասենք առնվազն այս կրկնակի ստանդարտներին մենք դեմ ենք, եւ Ամերիկայի դեսպան, եւ Ֆրանսիայի նախագահ, եւ այլն, ով իրան թույլ տա նման բան։ Իսկ փաստորեն ինչ է ստացվում, ով շակերտավորելի պետք ասին, Եվրոպա մետա, ոչ մի թթու խոսք չի ասի, նրա հետ ինքը ինչ որ համաձայն չի։ Ու դա նշանակում է ինքը ոչ թե Եվրոպա մետա, ինքը ուղղակի կեղծ մարդ է։ Ու արդեն կարևոր չի ինքը ոնց է ներկայացնում։ Իրեն ոնց է ներկայանում։ Ինքը ուղղակի կեղծ է, fake է։ Եթե ինքը իրականության եւ ճշմարտության համար չի իր գործունեությունը միտված, շուտ ինքը fake է։ Գնանք։ Արարատն էլ որոշել է, որ Լավրովին պետք է ասի միջամտի մեր ներքին գործերի։ Այստեղ էլ ես մի պահ ուզում եմ կանգ առնեմ, որովհետև Ռուսաստանի ապավինողները շատ ուրախացած են, ոգևորված, որ հեսապես ինքը Ռուսաստանին թշնամացավ, հեսա Ռուսաստանը տեսանց ինչ անելու,
Արդեն քննարկումներ կա, որ այս Հաճապարյան, Սամվել Կարապետյան, բան տղեկս էս միանալու են կաթողիկոսով իրան, հա, ու ռուսական դրոշի տակ սրանք սատկացնեն։ Հարգելի ընկերներ, ինձ կարող եք ասել, Ռուսաստանը մոտավորապես քանի հատոր կամպրամանտ կունենա Նիկոլ Փաշինյանի վրա։ Չեմ ասում քանի գործ, քանի հատոր, կարող եք ասել։ Ինչա կարծում եք 44 օրյա պատերազմի բոլոր նախապատրաստական աշխատանքների մասին Ռուսաստանը չգիտեր։ Կարծում եք 44 օրյա պատերազմի ընթացքի մասին Ռուսաստանը չգիտեր, կամ Նիկոլը ոնց եկավ դառավ վարչապետ Ռուսաստանը չգիտեր։ Չէ՞ որ Ռուսաստանն է պատկանում Հայաստանի ուժային ամբողջ համակարգը, այսպես կոչված ԱԱՑ-ից մինչև Փաշինյան Նիկոլի բոլոր թիկնապահները, որոնք իր կողք կանգնած են, իբր պաշտպանում են Փաշինյան Նիկոլից։ Ումից դրանք չեն պաշտպանում Փաշինյան Նիկոլին ոչ մեկից։ Դրանք Նիկոլի կողքն է, որ երբ որ պետք լինի Լավրովի կամ չգիտեմ ընդ Նարիշկինի հրամանով Նիկոլը հրաժեշտ տա երկրային կյանքին։ Ոնց կարող է դուք մտածեք, որ Լավրովը ուզում է ինչ-որ մի բան անի Ռուսաստանը, Նիկոլը չի թողնում, Նիկոլը կռիվ է տալի դրա հետ, Նիկոլը ուզում է դառնա թուրքական, Նիկոլի թուրքական դառնալը դա ռուսական հրաման է։ Եվ այս ընթացքում, եթե Ռուսաստանի պետք է որ դա համոզիչ լինի, ինքը փուռը կտա եւ կաթողիկոսին, եւ Սամվել Կարապետյանին, եւ Հաճապարյանին, ցանկացած մեկին, եթե ինքը այսօր իր զինվորներին սպանած իր տարածքում Ադրբեջանին, իր լրագրողներին տարած կորցրած Ադրբեջանին, հա, իր վրա մատ թափտվող Ադրբեջանին, իր ներքին գործերին խառնվող Ադրբեջանին մեղա է գալիս։ Դուք ինչ եք խոսում։ Ինքը ունակ չի Սամվել Կարապետյան կամ կաթողիկոս փուռը տա։ Հա։ Ասեն դուք ինչ-որ բարոյական հստակություն եք ակնկալում Ռուսաստանից։ Նույնիսկ եմ կրկնում, Նիկոլի ամբողջ կենսագրությունը առ այսօր ում է հանդիպել, ինչի է հանդիպել, երբ, որտեղ ինչքան փող է ստացել, ինչ գործ, դուք մոռացել եք այդ Լուկաշենկոյի այդ ձայնագրությունը Լուկաշենկոյի ձայնագրությունը ով է գցել եթեր։ Մտածում եք ռուսները դա մասին տեղյակ չեն, կարողա հայերն են ձայնագրել Լուկաշենկոյին։ Այդ 5 միլիարդի պատմությունը, որտեղ Սերժն ասում է ես քեզ տամ դու յանտուր։ Ուզում եք ես մահկանացուս, հասարակ մահկանացուս հավատամ, որ KGB-ի գործակալ Օմեգան, որ ինքը հաստատել է, որ ինքը Օմեգան է, իր շեֆ Լավրովին ասում է դու մեր գործերի մեջ մի խառնվի։ Հա։ Ինչի ուզում եք հավատամ, մենակ մի տեսման պահանջեք ինձանից, խնդրում եմ։ Գնանք առաջ։ Չի կարող իմ եղբայրը լինել ամուսնացյալ քահանաները պատասխանել են Փաշինյան Նիկոլին, որովհետև այսօր չի վաղ էլի չի դադարում ինքը առավոտ գրել է, որ ամուսնացյալ եղբայրները բոլոր քահանաները իրանց եղբայրն են։ Իսկ Տեր Գարեգին քահանան գրել է. ես որպես ամուսնացյալ քահանա չեմ կարող եղբայր լինել նրան, ով թշնամանում է իմ եկեղեցու, իմ ազգի, իմ պատմության ու սրբությունների հետ։ Հասկացաք ով է Նիկոլը։ Մեկը որ թշնամանում է եկեղեցու, ազգի, պատմության ու սրբությունների հետ։ Սա այս ընկերների պատասխանն է եղել։ Երանի թե բոլոր քահանաները այդպես լինեին, որովհետև պարզվում է բոլոր քահանաները չեն, որ այդպես են, որովհետև այսօր հեսա Արտուր Սահակյանն է դրել իր էջի վրա, որ Բրբանքի Սուրբ Ղևոնդաց եկեղեցում պատարագի ժամանակ ոչինչ չի հնչել այս կատարվող դեպքերի մասին եւ մարդիկ զարմացած իրենց զայրույթն են արտահայտում այդ պատարագից հետո լսեք։ Այս մեր հայ ազգի 60%-ը որ այս արարողությանը մասնակցում է, նրանք եկել են լսելու գոնե մի բան, որ հայ եկեղեցին անկախ ամեն ինչից որտեղի թեմն է, որ մասնակցում է ու մտահոգ է այսօր հայրենիքում եղած իրավիճակով։ Այսինքն այս քաղաքական բան չէ, այս մեր հավատացյալների հոգևոր կյանքի մասին ենք խոսում։ Այսօր դրել են ամբողջ աշխարհին իլուր,
կաթողիկոսին ինչ ասես չեն ասում։ Մենք ինչի հավատացած ժողովրդին էս բայել է ամեն ինչ։ Հայ ինքնության վրա երբեք չի եղել նման հարցակում։ Նույնիսկ ցեղասպանության տարիներին այսքան չի վտանգվել հայ եկեղեցին ու հայոց ինքնությունը, քան այսօր վտանգվում է դժբախտաբար օրվա թրքաբարո կառավարության կողմից։ Սա անընդունելի է։ Ես որպես հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակ, ով ծնվել, մեծացել, շնչել, ապրել այս եկեղեցով, ես չեմ կարող ասել։ Երբ որ իմ ազգից երկու պատվարժան արքեպիսկոպոսներ բանդարված են ընդամենը իրականությունը, ճշմարտությունը խոսալու համար, երբ որ իմ ազգից սրբություն սրբող մայր աթոռը այսօր հարձակման է ենթարկվում, զինված եւ դիմակավորված հարձակման է ենթարկվում, ես չեմ կարող գիշերը քնել։ Ամեն մարդ կսիրե հայրենիքը ես մեծին, բայց անհատապես սիրելը ուրիշ բան է, հավաքական սեր եւ հավատարմություն ցույց տալը մեկ ուրիշ մակարդակ կներկայացնի։ Մենք բոլորս մտահոգ ենք, ովս մտահոգ չեն, եւ ովս որ ասիգա միայն երեկվան եւ այսօրվան հարցն է խնդիրն է, սա ժամանակի վրա տարածվող այսպես ներքին լարվածություն մը գա, Աստվածը օգնական է, լավ, որովհետեւ միայն քրիստոնեական հավատքով, հույսով եւ սիրով եւ նաեւ համբերությամբ պիտի այս էջը դարձնենք եւ Աստված տա որ խաղաղությունը վերականգնվի եւ խոստությունը նաեւ արդեն կորզնականանա, որտեղ այսպես չի գնա շարունակվի եւ պետք է հաշտություն։ Մայրաթորի հայտարարությունը անհատական հայտարարություն չէ։ Մայրաթորի հայտարարությունը Հայաստանի հետ առաքելական եկեղեցու հայտարարություն։ Այլապես պիտի լսենք, որ Պողոս Սրբազանը համալսարան չէ այդ հայտարարության, այդպիսի բան չի եղել։ Մշուշ է։ Հիշում եք Մաշալյանն ինչ էր ասում։ Երկու եղբայրների մեջ եղած ընդամենը մշուշ է։ Նրանք եղբայրներ են, պատահածը մշուշ է։ Այս մշուշն է։ Քահանան եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի մեր ազգի խնդիրների այս ընթացքի մասին ոչինչ ասելիք չունի, գիտեք ինչի՞։ Բավոր հանկարծ վաղը կաթողիկոսին հանեն, նույն աշխատանքը չի կորցնելու։ Ինքն արդեն կապիտուլացվել է։ Եկեղեցին երբեք մանավանդ այս վերջին 5 տարվա մեջ էս 20 միջև այդ էական չէր ինքը ինչ էր անում 20 վերջին տարվա մեջ 20 թվականից էս կողմ որ առնվազն պետքա իրեն դրսևորել որպես ազգային կառույց ոչ մի անգամ ոչ մի բառ մեր կոտորածների մեր կոլուսների մեր սոսկալի վիճակի հետ կապված ոչինչ չի արել հիմա էլ հարցակում որ իր վրա է չէ հիմա գոնե կարող է չէ ասել օրա լավ հերիքա իշխան կանամ լռեմ Արցախն էլ կարողացա ես ուրանայի այն զոհված երեխեքին էլ կարողացա ես ուրանայի բա որ ես եկեղեցին էլ ուրախանամ բա ես վաղ ներողություն ուրանամ բա ես վաղ որտեղ եմ աշխատել չէ պարզվում է դա էլ է հնարավոր որովհետև բա որ հանկարծ կաթողիկոսին հանեն ես իշխանություններին ոնց քննադատեմ այսօր սրանք հավատացյալ չեն հարգելի հետևորդներ հավատացյալի պարտքը ճշմարտությունն է ճշմարտության գնալն է նույնիսկ եթե դրա համար դու պիտի տուժես Արշի Քրիստոսին օրինակ բերել դա իր կյանքը տվեց ճշմարտության համար գնանք մեր դանից առնվազն 500 տարի առաջ Քրիստոսից 500 տարի առաջ կար Սոկրատը սպանվ ինքնին թողեց սպանել ճշմարտության համար եթե մենք ասենք հրեաները գրեին Աստվածաշնչի մասին այս քրիստոնեությունը կոչվի սոկրատիզմ որտեղ առաջին անգամ Սուրբ Հոգի հոգու փրկություն միաստվածություն ինքն է խոսացել իրան են դրա համար դատել ու պատժել ու սպանել ասել են հրաժարվի այդ գաղափարախոսությունից ասել է ո՞նց հրաժարվեմ մարմինս փրկեմ գաղափարը կմեռնի եթե մարմինս մեռնի գաղափարը կապրի ճշմարտության համար իրեն զոհել է դրա մասին պատմում է Պլատոնը ինչ եմ ուզում ասել այս մարդիկ էս լեն ու բոլ դադում Թքած ունենան ճշմարտության վրա, թքած ունենան իրականության վրա, ինքնա իր եկեղեցին է, իր այցելուներն են, դրամահավաքն է, ու դա նաև եկեղեցին։
Ինչ ասեմ, թողնել են ինձ հավատացյալները, որոնք շատ կապված են եկեղեցու հետ։ Բայց դե ես ինչ չեմ հարգի, եթե ես ճշմարտությունը չասեմ։ Առնվազն այն ինչ որ ես լսում եմ։ Սա իմ մտքի բանը, երևակայությունը չի, հա։ Ես ոչ չեմ ասում իմ անձնական փորձը, երբ որ գնաց այս նույն եկեղեցիականների մոտ երբ որ գնում եմ ասում եմ, արեք մի բան միասին անենք մեր գերիներին փրկելու, Արցախը փրկելու, երկիրը փրկելու համար, ինձ ուղղակի վռնդում էին դուրս։ Ու նման բոլորն էին ով կգա իրենց դուրը կծեծեր։ Անհատական կգայինք իրենց դուրը ծեծելու, խմբով կգայինք, մերժում է եղել միջև։ Հիմա էլ է մերժում պաստորեն։ Հիմա որ արդեն այսքան լուր մնալու հավատալին շան նման սրանց ծառայելու արդյունքում հերթ ասել է իրենց, հիմա էլ են լուր։ Դու պատկերացնում եք ցեղասպանության ժամանակ ինչ է եղել։ Սենց է եղել։ Այս նույն բանն է եղել։ Եկեք աղոթենք, որ Աստված փրկի մեզ։ Ինչի՞ց արա։ Ինչի՞ց։ Աստված քեզ ձեռու ոտա տվել։ Աստված քեզ լեզու բանականություն ա տվել։ Աստված քեզ ազատություն ա տվել, որ դու քո կյանքը կառուցես։ Դու ասում ես ես ստեմ, ոչ մի բան չանեմ։ Բայց հղում ես անում էլի նույն Աստծուն, որ ինքը պիտի փրկի քեզ։ Իշտը զարմացած վրետ ա նայում ասում ա։ Պատկերացնում ես, եթե գայլը ворս չաներ, նստած ծառի տակ սպասեն, որ ես իրան կերակրելու եմ։ Չէ՞ որ ես գայլին հենց իր բնությունով եմ ստեղծել, որ ինքը ворսով ապրի, որ հիվանդ կենդանիների մաքրի անտառից։ Ես մարդը Աստված ամեն ինչ արել է մեզ համար, տվել է այս ամեն ինչը։ Հələ էլի մեզ սուտը արդարացնելու համար ենք այդ անում, ամենասոսկալին գիտեք որն է։ Սա անճարությունը չի, пассивությունը չի, սուտը արդարացնելու համար էլի բաղում ենք անում իրար։ Ասում եք մշուշ է, մշուշ, ծայր կանցնի, բան չեմ տեսնում։ Երկու եղբայրներ են կբարիշեն կգնա։ Սա դավաճանություն, դավադություն չկա, ոչ։ Իսկ մինչ այդ երկու սրբազան բանտում են ածը մեր խուսախցում, այսպիսի բան եղել է մեկ էլ բոլշևիկների ժամանակ, որ քահանան սրբազանը լինի ԱԱՑ մեկուսարանում։ Ու այսօր մի հատ կիսամարդ թողից ներեն։ Կիսամարդ, մարդ չէ էլի, որ չել աճել։ Մի դերասան, որ դերասան էլ չի։ Ուրախ մի ստատուս էլ գրե, որ քանի երկուսն են, մի հատ նարդի տվեք, թող նարդի գլորեն, իջե բլոտի սաստավը կհավաքվի, եւս երկուսը կհայտնվեն իր մոտ էլի։ Այսինքն ես նայում եմ, եթե դու դերասան ես դիրքորոշվում, դիրքավորվում էլի, եւ դու պիտի ափսոսայիր, որ քո քահանաները ընդեղ են, կամ սпасեիր առնվազն դատարանի որոշման, հա, որ դու դրա վրա ուրախանայիր, վստահ լինեիր, որ այս երկուսն են մոտնալու, իրանք հանցագործեն այս երկուսն են, հա, բայց չկա, ստանդարտ չկա, բարոյականություն չկա, սահման չկա, հասկանում եք, սահման չկա։ Լկտիությունը, որը երաշխավորում է լավ կարիերա այս իշխանության մեջ, եթե դու իշխանության օգտին ես լկտիությունը տանում, ինչերս մենակ այս իշխանության ժամանակ չի եղել, միշտ է եղել։ Եվ դա քաջալերվել է, թող այսօրվա այս տականքից բողոքող Սերժիկի ու Նիկոլի աղանդավորները շատ չներվեն, հա, իրանք էսի եղել է, միշտ է եղել, Լևոնից սկսած։ Ինչու է, հիմա ասում են, բայց գոնե նրանց որոնք սրբազանները բանտում չեն նստել, հեն էլ ածը։ Այն հովոյային զիբիլա կներեք արկայից։ Նարդի տվեք, թող զբաղվեն, միջև բլոտի սաստավը կգա։ Քեզ էլ կտանեն ընդեղ որպես սեղան, հով, այ լավ սեղան կլինես, այ միակ դերը, որ դու կարողանաս լավ խաղաս, դա բլոտի սեղանն է, ածը պատվալում, նկուվում, թեկուս սրբազանների համար։ Եթե իհարկե սրբազանները դեմ չլինեն, բայց հասկանալով քո մասնագիտությունը եւ քո կենսափորձը, ինձ թվում է սրբազանները ուրախ կլինեն դրա համար, քո ներկայության համար, նամանավանդ այդ դիրքով։ Մանավանդ որ շատ անհանգստացած է նաեւ սրբազանների համար, Փաշինյան Նիկոլը մտածում է 2 ամիս ինչ են անել ունդ։ Այ դու կակրաս համել լավ սեղան կլինես իրանց համար։ Սա քննչական կոմիտեի նոր պետն է։ Ցանկացած անգամ մեկին որ նշանակում են այս պաշտոնի, սենց
ես իմ մոտ չհավատալով երբեք այս համակարգին հարց եմ տալի։ Այս նորանշանակ մեկը գոնե մասնագիտություն ունի, ասին գոնե մասնագիտական որոշակի կրթություն ունի, գիտեք ինչի է կարևոր։ Նույնիսկ սրիկան, երբ որ մասնագիտական ինքը կրթություն անենում, հա, առնվազն ինքը ունենում է մասնագիտական կրթության եւ մասնագիտության նկատմամբ հարգանք, շատ կարևոր է։ Հարգանք, հա, այդ հարգանքը հանդիսանում է ներքին զսպողակ մասնագիտության նկատմամբ հարգանքը, որը արգելում է շատ լրջկվելուն, էլի։ Այսինքն ինքս պահում է, էլի, ինքնին ներքին զսպողակը։ Եվ որ չկա կրթություն, չկա մասնագիտության նկատմամբ հարգանք, այլ մասնագիտությունը հողը լապատկով կամ կովշով աշխատելու եւ գրփելու տուն տանելու տեղը, այ դա ամենասարսափելին է։ Ամենասարսափելին։ Տեսնենք այս նոր քննչականի կետը ինչա ասում այս գործի վերաբերյալ։ ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ նախաձեռնած հանցավոր խմբի անդամները, նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը գտնվել են ՀՀ ազգային անվտանգության վերահսկողության ներքո։ Փաստորեն մեր ազգային անվտանգությունը այս պետության ոչնչացում է գործ ունի, քահանաներ է վերահսկում։ Տեսեք հետո ինչ է ասում։ Հանցավոր խմբի անդամները պլանավորել էին, տեսեք, պլանավորել էին, սա բանալի բառն է, պլանավորել էին, նայ։ Իրենց գործողությունները, որպեսզի երկրում ստեղծեին անկառավարելի քաոսային իրավիճակ։ Մասնավորապես հավաքագրել էին 20 հոգանոց բաղկացած թիրախային խմբեր։ Ինչ ասում թիրախային խմբեր։ Ո՞ց կարող է թիրախային խումբը լինի։ Ո՞րն է թիրախային, ասենք 20 հոգանոց խմբեր, որոնք ինչ-որ գործողություններ պետք է անեին, ինչ է նշանակում թիրախային խմբեր։ Եվ ո՞ց կարող է խումբը լինի թիրախային։ Թիրախային խմբը երեխաներն են, ասենք, միջահասակներն են, կանայք են, դա թիրախային խումբ։ Սա նաև հայերեն չի ինչ-որ ասվում է, էլի։ Ու այնքան անհասկանալի է, մարդիկ չեն հասկանում ինչ է նշանակում թիրախային խումբ, այսինքն 20-25 հատ խումբ է եղել, թե 20-25 թիրախ։ Գնանք առաջ։ Որոնք պետք է իրականացնեն հստակ գործողություններ այդ խմբերը։ Ընդ որում գործողությունների կատարման ժամանակագրությունը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների։ Ուզում ասեմ, որ գրված էր անցած տարի պետք է լիներ։ Հա, դա ճիշտ է, մենք ցույց ենք տվել, բայց ինքը անընդհատ փոփոխություններ է ենթարկվել, նայեք։ Հրապարակման մեջ կան նաև տարեթիվ 24 թվական։ Մենք ունենք փաստական տվյալներ, որը տենց էլ ցույց չի տված, որ 24 թվականի նոյեմբերի ամսից պլանավորել էին որոշակի գործողություններ, սակայն կախված հանցավոր խմբի խմբավորվածության, պաստառացվածության այլ գործիքների միջոցների ձեռք բերելու հանգամանքից գործողությունների կատարման ժամանակագրությունը անընդհատ փոփոխություններ է ենթարկվել։ Ասում է, որ իրենք որոշել էին, բայց չեն արել։ Որոշել էին, որ պետք է սան իշխանությունից գցեն, բայց չեն արել։ Ու սա նույնիսկ եմ ասում, ամենախայտարակը գիտեք որն է, որ սրանց մոտ մասնագիտության նկատմամբ հարգանք չկա։ Ես որ իրավաբան չեմ։ Ես երաժիշտ եմ, իմ մասնագիտությունը երաժիշտն է։ Այս տեքստը, որ ես կարդում եմ, իմ մոտ ուղղակի sense առնվազն տարակուսանք կա։ Արթնանում, ել չեմ ասում, եթե մասնագետը կարդաց տեղի չկանի։ Եվ գնացինք հիմա առաջ։ Վերջին տվյալը, որը արդեն մեր քրեական վարույթով որպես փաստական տվյալ արդեն արտացոլված է, հանցավոր խմբի անդամները սպասում էին այնպիսի իրավիճակի, էլի բանալի բառ, սպասում էին այնպիսի իրավիճակի, կախված երկրի արտաքին եւ ներքին ընդհանուր ազդակներից, որը հանրությանը կմատուցեին իրենց ուզած ձևաչափով, կներկայացնեին դժգոհություն եւ սկսեին իրենց գործողությունները։ Ես այս ընկերոջը պետք է ասեմ, տրամադրությունը ուզում եմ գցեմ, ընկեր, Հայաստանի քաղաքական իրավիճակը, Հայաստանում քաղաքական կյանքը եւ ցանկացած երկրի քաղաքական կյանքը հենց դրա վրա է կառուցված, որ ցանկացած ընդդիմություն սպասում է այնպիսի մի քաղաքական իրավիճակի, որտեղ իշխանությունը լինում է առավել թույլ նրա նկատմամբ գործողություններ սկսեն։ Սա համաշխարհային պրակտիկան է, հենց հիմա բանո Ամերիկայում է դա։ Ուղղակի Ամերիկայում դա միանգամից ընտրություններով արտահայտվում։ Բայց Հայաստանում քանի որ ընտրություններ չկա, մարդիկ կարող են դուրս գան փողոցային պայքարի, որը էլի իր սահմանադրական իրավունքն է։ Հո չներվեցիք շատ տեսնողություններից։ Գնանք առաջ։ Ես կուզեմ թվարկել, թե ինչ գործողություններ էին պլանավորում։ Բայց այս պլանավորում, ասում եմ, ինչ էին պլանավորում, ուզում նայեք, որ ասում եմ պիտի լիներ
այ ոսանք վիճակը վատ լինի, ասենք պետք է ինչ-որ գործողություններ անեն։ Բայց քանի որ ոչ արել են, ոչ ժամանակն է, ոչ այդպես իրավիճակը, իրանք նավսակի ձերբակալել են, որովհետև իրանք պլանավորել են անել, սա իր արդեն իր թվարկածներն է, ինչ էին պլանավորել անելու, ֆենոմենալ ասա։ Ուրեմն կատարել հանցավոր ինչ էին պլանավորել անել, պետք է փակեին Հայաստանի Հանրապետություն գրեթե բոլոր միջպետական ճանապարհները։ Վաղներ կարան փակեն ու դա անօրինական չի։ Ու դա հանցագործություն չի ընդհանրապես։ Հանրապետություն գրե բոլոր Երևանի մուտք գործող ճանապարհները պիտի փակեին նաև։ Էլի օրինական է։ Պիտի վառեին ասում ավտոմեքենաներ։ Վառել են ավտոմեքենաներ։ Դա քո ֆանտազիան է։ Վառել են ավտոմեքենաներ։ Դու չկատարած հանցագործության համար այս մարդկանց ԱԾ-ով բեման ես ենթարկի գրոել ես բանի վրա ու դու ուզում ես որ հանրությունը այս հիմարությունը կարդալով ասի հա ուրեմն ճիշտ են արել որ գրոհում էին մայրաթորը, հա։ Իրանք որոշել էին դու ասում ես որ իրանք պետք է մեքենա վառեին ու դու դրա համար իրանք հələ չեն էլ վառել էդի։ Դա քո մտքի արդեն արգասիքն է։ Իրանք եթե վառածել լինեին ճանապարհին, դու պետք է բռնեիր նրանց, ովքեր վառել էին։ Դու դեռ չկատարած հանցագործության համար գրոհ ես անում։ Էջմիածին, ասեմ հակառակը։ Ասել է անասունը, գնացեք բերեք մի բան հորինեք, կապեք դրեք տակը։ Կարող է մենք ձեր աշխատանք ձևը չգիտենք, այն ինչ որ գրել եք, սա խայտարակություն է, սա անարգանք է ձեր մասնագիտության, որը կոչվում է քննչական աշխատանք։ Անարգանք։ Ցանկացած մեկը Հայաստանում որ կա, դրա համար էլ ոչ ոստիկանին է վստահ, ոչ քննիչին է վստահ, ոչ դատական համակարգի է վստահ, որտեղ դուք սա եք որակով։ Գնաք առաջ։ Ջարդեր խանութներ ասում, մենք պլանավորել էին ջարդեր խանութներ, լսեք։ Փողոցներում շախտալ ավտոմեքենաների արիմներ, վնասող աստղիկներ, որպեսզի ստեղծեին վթարներ, այդ կերպ ճանապարհները փակեին, խցանումներ առաջացնեին եւ այլն։ Պետք է խափանեին ինտերնետային կապի մանլուխները, առհա։ Պատկերացնում եք ինչ էր ասում, որպեսզի զրկեին ըստ էության համացանցի հասանելիությունից։ Հակառակ ոչ մի իշխանության գնացող բան ինտերնետին վնաս չի տալու, որտեղ մարդկանց կարող է հրավար ինֆորմացիա տալ եւ հրավիրել հրապարակ բացառապես ինտերնետով։ Նստի երկուս։ Կատարային հոսանքազրկումներ, պատկերացնում եք, իրանք հեցի տնօրեններ էին, պետք է հոսանքազրկում անեին, որ ինչ են ներ։ Որ հոսանքազրկումն են մարդը ո՞նց էր ստանալու ինֆորմացիա։ Մարդը ո՞նց էր գալու հասներ դեպքի վրա եւ ընդհանրապես ով է գրել այս տեքստը։ Եթե նույնիսկ այս ինչ որ միտեղ գրված է եղել, սա ինձ ոչ մի բան, որպես ապացույց, որպես կատարված գործողություն չկա եւ դուք սա որ ներկայացնում եք որպես ձեր գրոյի հիմք, սա խայտարակություն է, փաստորեն դուք հիմք չեք ունեցել գրոհելու։ Չնայած եթե նույնիսկ հիմք ունենեք, դու դրա իրավունքը չունեք, բայց նույնիսկ հիմք չեք ունեցել։ Ուղղակի դուք հիմա դարձել եք այդ ճիվաղի ձեռը հանցագործիկ ու ասել է արա ինձ համար մեկը ճպցրեք մի բան, գնացեք սարքեք այս գործը ու վերջ։ Ինչպես արել եք դուք միշտ, ու վերջ։ Ընդ որում, մեծ ձեռքի տակ առկա է նաև փաստական տվյալներ, որ իրենց ծառի տակ, իրենց ձեռքի տակ նաև այս տվյալները քարտեզով եւ այլը լրիվ իրենց տրամադրության տակ եղավ։ Փաստորեն քարտեզով իրենց ունեցել են ռուբիլնիկները, որերից պետք է անջատեին, կաբելները, մանլուխները, որը պետք է տարակեին, Ալ-Կաիդան է, էլի փաստորեն։ Փաստորեն բանը Բեն Լադենն է եղել, Աջապահյանը մեկ տեղ չի գտել։ Ու ասեք մի այս ինչ նկարագրում է, առնվազն ասա 3-4 հազարանոց զորք պետք է ունենար, բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ, որ իմանային Մաղլուխյան ինտերնետի կաբելը որտեղով անցնում, որ պաստանցիան տարակացնեն, որ որտեղի պատկերացրեք քանի պաստանցիա պետք է տարակացնեին, որ քաղաքը հոսանքազրկվեր, ու քանի հոգի պետք է մասնակցեր, որ բոլոր հանրապետության ճանապարհները փակեին, Երևան մտնող ճանապարհները փակեին։ Սա գիտեք ինչ է։ Սա մի հատ լուրջ օպերացիա, մի քանի հազար պրոֆեսիոնալ մարտական պատրաստված մարդկանց գործողություն։ Բգո, Բագրատ, դուք դեմք եք փաստորեն, մենք ձեզ մի աշկով ենք նայել։ Այսինքն իրենց հասանել են ոչ թե ուղղակի խոսքերով, այլ նաև ձեռք էին բերել համապատասխան տեղեկատվություն։ Ինչի մասին։
Տեղեկատվությունները ինչի մասին, պաստանցյան որտեղ է, ես էլ գիտեմ մեր թաղի պաստանցյան որտեղ է, եւ դա հանցակացում կա։ Պետք է կատարեին հոսանքազրկումներ, որը պիտի բերեր բանկերի մեծ խանութների աշխատանքի խափանման, ու ինչ էր տալու դա։ Մեծ խանութի աշխատանքի խափանում ինչ էր տալու։ Նիկոլով դրանից պետք է հրաժարական տար։ Դուք տեսել եք, բան, հեղափոխություն երբևէ տեսել եք, միտեղ պրակտիկորեն, որտեղ լույսը անջատեն, որ բանկը չաշխատի։ Որ բանկը չաշխատեց հեղափոխությունն է լինում, ժողովուրդ։ Բայց ասեք իմանանք։ Պետք է պայթեցնեին սալյուտներ, սյուներին, դասպասներին, պատերին, կիրառեին, ծխարձակման միջոցներ, այդ ծխարձակման միջոցներով քո բիժվածքները մտան բան 5 տարի առաջ, 7 տարի առաջ, ԱԺ հենց այս օրերին էր։ Սերժի ժամանակ ԱԺ-ում sense բաներ էին անում, Շարմազանովներ նստած sense վերևից նայում էր։ Անարգում եք ձեզ եք անարգում։ Մի խոսքով։ Ասում են, ներկով լսված տարաներ էին ձեռք բերել, որպեսզի նետեին ընթացքի մեջ ավտոբուսների դիմապակիների, տարաներ էին արդեն ձեռք բերել, հա։ Բայց նկարեք ցույց տայեք։ Բայց ամբողջ արսենալը նկարեք ցույց տայեք։ Մի հատ հոսանք բանով, մի խոսքով, sense գիտեք ինչքան, հա։ Գիտեք ինչքան, հա։ Ու այս ամեն ինչը ապառնի եղանակով է գրված, որ պետք է լինեին։ Ատես լավ չի, ասա արդեն բանեննել էին, սյուներնել էին ընտրել, ամբողջ Բաղրամյանի երկանքով, որտեղ պետք է կախեին ամբողջ ԿՊ-ականներին, ըստ ցուցակի, ըստ կարգավիճակի, սկզբից իրանց բանը, այդ հիմնական վերխուժքեն պետք է կախեին, հետո Բաղրամյանը էսի Խաշմերուկից նախատեսել էին կախել, մնացածին եթե գրել էր, ու ամբողջը ապառնի եղանակով, որ պետք է լինեին, ու դրա վրա այսօր գործողություններ իրականացել։ Հոյակապ։ Ստե ատելիք չկա արդեն, մարդու բանը։ Այս է մյուս վերսիան, նայեք։ Մեր տարածքի սահմանափակող կոպիտ ասած դարպասը դրա, դարպասը, ասում եք բացեք, որ մտքեն այն դեպքում, երբ որ ասում եք, որ սահմանազատված չի, նոր նշում եք, որ սահմանազատված չի, ասում եք, այդ սահմանազատում չի կարելի։ Դա տրանսպորտային միջոցների մուտքը ելքը խոչընդոտող կամ սահմանափակող միջոց է։ Տրանսպորտային միջոցների, ոչ թե տրանսպորտային միջոցները, որ ապօրինի չմտնեն տարածք, որ դա գողություն ամեն ինչ որ բան փոխեն։ Ինչքան դες խոսեն, կարակ դες բանը գտնեք ասեք, որ իրանց ապօրին ներխուժում են։ Այս տեքստը լի կողմ էս խայտարակ։ Լես դեմքերն են ժու։ Իրենք եկել են համոզում են Տաշի Պիսայի աշխատողին, որ իրենք չեն հասկանում ինչ են ուզում ապացուցել իրեն։ Բայց հրամանը ստացել են գնա փակի, եկել են փակեն։ Ուլը դեմքներին նայեն։ Տղեկ մենք ձեզ տեսնում ենք է։ Տղեկ ինչ եք անում։ Իրոք էլ ինչ եք անում, մեղք չեք դուք արել։ Այս անեսքը դուք սենց ոնց եք դեր վրա վերցնում։ Այս էլ բանը Տաշի առևտրի կենտրոնի վրա այդ Սամվել Կարապետյանի պաստառն են հանում։ Քաղաքապետարանը որոշել է, որ այս մարդու սեփականությունն է։ Իր սեփականության վրա իր պաստառը պետք է չլինի։ Դուք հասկանում եք ինչ եք վերածում երկիրը։ Իսկ կարող եք ցույց տալ, ախ դուք ինձ ստիպում եք ես Սամվել Կարապետյանի կողմից լինեմ։ Իսկ կարող եք ցույց տալ, արդեն դատարանի են որոշումը, որով Սամվել Կարապետյանը դատապարտվել է, համարվել է, որ ինքը պետության համար վտանգավոր մարդ է, եւ իր նկարը ընդեղ հիմնավորված է այդ ամեն ինչը։ Վտանգ է ներկայացնում պետականության համար։ Դուք հասկանում եք այս երկիրը դուք ինչ եք սարքել արա։ Դե որ քնչականի պետը նա լինի, միացած ապառնի եղանակով գրված բերի ցանկացած դատարան, որ դուք մտնեք սրանով ասեք, այս սրա վրա ուզում եմ սրան դատեմ, ցանկացած տեղ ժողովրդավարական երկրում ձեզ կզրկեն այդ ձեր աշխատանքից, ընես մի հատ բան կգրեն ձերա, որտեղ ոչ միտեղ դուք շարքային քննիչ չկարողանաք աշխատել։ Կզրկեն ուղղակի։ Եթե լիցենզիա կա, լիցենզիայից կզրկեն։ Ցանկացած պրոֆեսիոնալ բան, փաստաբան, այս գործով կջախջախի ձեզ։ Ասի սա ոչ թե իմ կլիենտը մենակ մեղավոր չի, այս փաստերով ներկայացող քննիչը կամ դատախազը հիվանդ է։ Հիմա, ասեմ, առանց դատանի որոշման, առանց մեղքի ապացուցման,
Վերցել ես այն։ Դուք հասկանում եք ինչ եք անում պետությունը։ Դուք Սամվելին Կարապետյան ոչ մի բան չեք անում։ Հասկանում եք, իրան բացարձակապես սանից ոչ մի բան ինքը չի կորցնում։ Ես ես հիշեցնեմ, արա Սամվել Կարապետյանը այն խելքն ուներ, որ այս 22 թվականի հունվարին ինչ ուներ, չուներ Ռուսաստանում, այն որ ոչ մի վտանգ չկար, ամեն ինչ գին ուներ, ինչ ուներ, չուներ, սա ծախեց։ Ոչ մի բան չի կորցել, ասիկի ինքը այնքան փող ունի, որ իրան 1000 ինքը քանի հատ մոլ կարա սարքի, քանի տասնյակը տենց ինչ ասեմ, ինքան փող ունի, ասում եք իրան ոչ մի վնաս չեք տալի, դուք ինչ անում եք, դուք անում եք օրենքին, պետականությանը, պետությանը, ձեր երեխեքի ապագային, կես ինչ եք անում։ Սրանել լսեք, ճանաչում եք ով է։ Լևոն Քոչարյան, այս պահին չեք տեսնում իմպիչմենտի իրատեսական հնարավորություն, չեք տեսնում իրեն, սա չեք տեսնում իրեն, ստեղծեք չեք տեսնում, բա ինչի համար եք ընդեն նստած, չեք կարա ստեղծեք, վերջնական տարբերակը կա, հրաժարվեք մանդատներից, թող վերանա խորհրդարանը, դա կարող եք անել, այո, դե արեք, կանեն, չեն ան, առ այսօր Լևոն ինչ ասեն, լավ, Ռոբերտ Քոչարյանին հավատացողներ, եթե դուք ինչ-որ մի բաներ ձեր գլխում, ձեր համար օրինած, եթե իհարկե ձեր նպատակը Փաշինյան Նիկոլից ազատվելն է, ունեք ինձ թվում է ձեր գլխում ինչ-որ ակնկալիքներ կա, ինձ թվում է սրանից հետո դուք պետք է հասկանաք մի բան։ Եթե ասում եմ մենք իրական հնարավորություններ չենք տեսնում, ուրեմն չեն ուզում սարքեն։ Լավ, կասեք հնարավոր չի, ուրեմն հնարավոր չի դա, օքեյ, մնաց երրորդ տարբերակը։ Վայր դրեք ձեր մանդատները, թող Փաշինյան Նիկոլը էլ վարչապետ չլինի։ Որովհետև հենց դուք Փաշինյան մանդատները վայր եք դնում, խորհրդարանը դառնում է ոչ լեգիտիմ, կառավարությունը դառնում է ոչ լեգիտիմ, մնացածը սա դառնում են պաշտոնակատար, ժամանակավոր միջև նոր ընտրություններ։ Վերջ, Փաշինյան Նիկոլը ինքը դառնում է ուղղակի այնտեղ ոչ մի բան, պաշտոնակատար, ոչ այդ խորհրդարանը կարող է պայմանագրեր վավերացնի, ոչ կարող է նոր հայտարարություններ անի պետության անունից, ոչ մի բան չի կարող անել միջև նոր ընտրություններ, բացարձակապես։ Դե ոչ կդնեք հիմա, դե դնեք, սրանց հետո դուք էլ փրկություն չունեք, հասկացություն, երկու օր առաջ իմ հյուրներ, բանը չէ, լավ, այս որ նախաձեռնել էր այս իմպիչմենտի գործողությունները, Էդգար Ղազարյան, իր հետ էլ խոսեցին երկար բարակ, ոնց է հնարավոր այս հարցը լուծել, որն է, ինքն ասում է իմպիչմենտ, ես ասում եմ լավ, իմպիչմենտ սրանք չեն անելու, ասում ես դա որ անեն լավ կլինի, այսինքն օրինական կվտարեն բանին, ասի լավ, դա իրանք չեն անելու, գոնե մանդատներ դնեն, երկրորդ տարբերակը մնում էր, ինքն էլ ապացուցեց, այո, եթե մանդատները վայր դնեն, եթե 101 պատգամավորից ցածր է լինում, այսինքն չի լրանում 101 պատգամավորը, խորհրդարանը ավտոմատ լուծարվում է։ Հիմա կանեն։ Ես կասկածում եմ թե կանեն։ Բայց չանելն մի բան է նշանակում, որ իրանց նպատակների մեջ ուղղակի չի մտնում Փաշինյան Նիկոլին զրկել վարչապետ լինելու այս հնարավորությունից, հա։ Իրանք համատեղ իրականացնում են Հայաստանի ոչնչացում։ Այսինքն պատկերացնում եք, եթե նույնիսկ այս ժամանակ, այս պահին, երբ երկու սրբազաններ ԱԱԾ նկուղում են, իրանք եթե դա էլ չանեն, նշանակում է էս էլ է իրանց հետ պայմանավորված։ Ես վստահ եմ, որ պայմանավորված է, նույնպես եմ ասում, Փաշինյան Նիկոլը, որ լուսնից չի իջել, լուսնից չի իջել Փաշինյան Նիկոլը, ինքը շատ լավ գիտի ինքը ինչ անում, ում թույլտվությամբ անում։ Որովհետև եթե չուզենայի, հենց նույն Մոսկվայում, որտեղից Լևոն Քոչարյանն ասում են, ուղիղ իմպիչմենտ սկսել, թե չսկսել, ինչ անեք, ասենք Էդգար Ղազարյանը առաջարկում է, ձեզ ստիպում որ անեք։ Ձեզ ասում են մի արեք ու չեք անում։ Այդ իմջալոց ժողով ա եղել սրանց մոտ, այս Հայաստան դաշինքում իմպիչմենտ գնալու թե չգնալու,
Դե լուրջ կռիվ ա եղել, լուրջ անհամաձայնություններ վեճեր են եղել, անեն թե ոչ։ Վերջում որոշել են, որ ոչ, այսօր էլ էսի հայտարարում է, որ ոչ։ Փաստորեն դեռ մարդիկ են եղել, որ լուրջ նեղվել են, նոր են հասկացել, որ իրանք ընդեղ բան որոշող չեն, որ իրանք ընդամենը լեգիտիմացնում են իրենց ներկայության Փաշինյան Նիկոլի գործողությունները։ Ես հիմա դրանց եմ խոսքս ուղում, հարգելի պատգամավորներ, տեսեք, ես առաջ անգամ ձեզ դիմելուն ասեցի հարգելի դիմելուց։ Եթե դուք իրոք չեք ուզում ես ամեն ինչի մասնակիցը դառնալ, դուք հայտարարությունով ձեր մանդատները վայ դրեք, թող իրենք ձեր տեղը ուրիշ մարդ բերեն, բայց կիմանան գոնե այս ամբողջ խմբի մեջ Հայաստան դաշին կոչված 1-2 բարոյական մարդ գտնվեց, բարոյական, որ ասեց, եթե մենք թմով չենք ուզում կանգնացնենք այս ավերածությունը, ես ինքս չեմ ուզում դառնամ մասնակից։ Գոնե կտեսնեք 1-2 բարոյական մարդ այդ շրջանակները, որ կասի դա, կանի դա։ Հույս ունեմ այդքան էլ ամեն ինչ կորած չի, գոնե 1-2 բարոյական մարդ կգտնվի այդ տարածքում, այդ խմբի մեջ։ Ապրենք տեսնենք։ Հիմա սա եմ ուզում դուք լսեք։ Զինուժը 44-օրյա պատերազմի սկսվելուց 2 օր առաջ ռադիոկլանման միջոցով լսել է F-16 կործանիչների օդաչուների խոսակցությունը, որոնք ասել են Կիրակի կարևոր բանի են մասնակցելու։ Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանը սկսել է զորքը նախապատրաստել պատերազմի, այս մասին պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովին ասել է հենց ինքը Օնիկ Գասպարյանը։ Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանում ասել է, որ իրենց զեկուցել են այդ մասին, բայց Փաշինյանը ուշադրություն է հրավիրել այլ հանգամանքի վրա, որ իր վարչապետ դառնալու պահից ԱԱԾ-ն պարբերաբար զեկուցել է պատերազմի վտանգի մասին, իսկ 44-օրյայից ամիսներ առաջ Փաշինյանի ձևակերպմամբ ինստիտուտները պատերազմի հավանականությունը 30% են գնահատել։ Մեր ինստիտուտները ինչքան են հավանական գնահատել պատերազմը, մինչև ամսի 25-ը։ Ինչքան են հավանական գնահատել 30% է եղել հավանականության գնահատումը։ Վերջ ինքը մեղավոր չի։ Ինքը ինչ որ ինստիտուտներ ունի, որ մենք դա մասին չգիտենք, այտենց է չիմանցան ով է այդ ինստիտուտը, որ սխալ է զեկուցել եւ ինքը գնդակահարվեց պատի տակ, որովհետեւ ինքը փաստորեն թողել էր, որ զորքը մնար անպատրաստ։ Եթե նույնիսկ 30% էր հավանականությունը, նույնիսկ 10% էր հավանականությունը, զորքը ինչի համար անդե, միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի։ Այսինքն պետք է 100% լինի պատերազմի հավանականությունը, որ զորքը պատրաստ լինի պատերազմի։ Ինչու գցելը, էլի ինքը մեղավոր չի։ Ինչ որ ինստիտուտներ կան, ասել են, չէ, դա 30% է։ Այսինքն մոտավորապես նույն ձև, որ ինքը փրկեց 25000 մարդ շրջափակման մեջ մնացած 25000 հաջորդ օրը դարավ ավելի համոզիչ թիվ 30000 իսկ երրորդ օրը դարավ սարսափելի մեծ թիվ 35000 զորք 35000 զորք 35000 զորք Արցախում լիներ թեկուզ 25000 զորք սիմբաց Բաքվում տեղում չէր մնա Բաքվում տեղում չէր մնա ինչ շրջափակման մեջ դու մեզ փրկել հիմա նույն բանն է թիվը ինքը սիրում է 30 թիվը 30% ինստիտուտները փաստորեն ինքը դրա համար բանակը մարտական բանի մեջ չի ինքը իմացել է հիմա ասում է ես չեմ մեղավոր են ինստիտուտներն են ասել 30% բա բերալը հրապարակի այդ ինստիտուտներն են ով է այդ ինստիտուտների պետ ովքեր են այդ աշխատողները երբ որ ռազմետկեն քեզ զեկուցումը ստա չէ ինչի՞ չէ որտեղ ինքն ասեց չէ առաջին օրը եկեք պայմանավորվենք որ ինչ է լինի մեկ մեզ պարտված չենք զգալու ի վերջո եթե դա Ադրբեջանն է որովհետեւ պարզվեց Ադրբեջանը այս դեմքով ինչ պաշտպանել դա պետք է Ադրբեջան լիներ ինչ պաշտպանել ԱԱԾ ընկեր քնչականի պետ լսեցիք սա ուղիղ հանցագործության մասին հայտարարությունը ընդ որում ինքն է հայտարարում իր հանցագործության մասին անելիք չունեք Սա ոչ թե պետքա լիներ, սա արդեն եղել է։ Այն ինչ որ դու ներկայացնում ես Բաղդադին ձերբակալելու համար, որ պետքա լիներ, նրանք մտածել են գլխների մեջ, մտածել։
Դու արդեն մտածածի համար ձերբակալել մտցել ես պատմելը, սա արդեն եղել է։ Սա արդեն եղած փաստ է։ Պարոն քննչականի պետ։ Դե տեսնեմ։ Տեսնեմ վաղը սրան ոնց եք օրորում մտցնեք ԱԱԾ մեկուսարան։ Սա փաստ է արդեն, կայացած փաստ։ Ասախը չկա, պատերազմը սկսել է, իրանը զեկուցել են, ինքն ասել է չէ։ Ու իր հետ էլ պարզում եք ովքեր են այդ ինստիտուտները, ովքեր են սխալ զեկուցել։ Դա էլ եք պարզում։ Այն ժամանակ ասեմ դուք բան եք մարդ եք ու իրավունք ունեք քննիչ կոչվելու։ Դա եք։ Ասա արդեն խոսեցի սամսի։ Քաղաքում վիճակը վատ է, այնքան վատ է, որ սրանք փող չեն կարող հավաքեն։ Անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է։ Ոչ, հարգելի բարեկամներ, նոր է սկսվում։ Ոնց չեք վճարել, այնպես է չեք վճարելու։ Միջև կբերեն հին համակարգը, կհանեն այդ զիբիլյանոցը, որը պարզվեց չի աշխատում, որը պարզվեց այդ թուղթը չի կարդում, որը ընդհանրապես ի սկզբանե պարզել, որ չի լինելու, բայց իրանց համար դա հսկայական փողերի աղբյուր է։ Հսկայական փողեր են իրանք հենց աշխատել ու աշխատում։ Ոնց չեք վճարել, այնպես է շարունակում եք չվճարելը։ Գիտեք ինչի մասին եմ ուզում խոսամ։ Այսօր միտեղ կարդացի Պողոս Նոբալի մասին էր նկարեր, որ հայ պետականության չէ, մարդ որ կերտեց հայոց պատմությունը։ Իր կերպարով, բանով։ Պողոս Նոբալի մասին։ Ուսես միանգամից անգամ մտորումների մեջ ասում էի Պողոս Նոբալը իրոք ինքը կարող է պետականություններ ստեղծել։ Ու ինքը ստեղծում է պետականություն, եթե արդեն 18 թվականի սովետական այդ առաջին հանրապետության ղեկավարները չմերժեին Պողոս Նոբալին։ Ասեմ ավելին, 19 թվականին այդ Փարիզի վեհաժողովը, որտեղ այդ ամեն ինչ տալվեց Հայաստանին, այդ քարտեզներով բանով։ Դա կազմակերպիչ է, որպեսզի հայկական պատվիրակություն լինի, դա նախաձեռնողն ու պարտադրողը հենց Պողոս Նոբալն է, որ հայկական պատվիրակությունը գնա, որտեղ ինքը Խատիսյանին, այ Խատիսյանին պարտադրել է։ Խատիսյանը գիտեք ով է։ Խատիսյանին լավ չգիտեք, Խատիսյանը ով է։ Խատիսյանը, Վրացյանը, դրանք նույն երիտթ թուրքերի հետ աղբեր, երիտթ թուրքերի նույն մասոնական օթյակից, նույն կալոնափող հրեաներն են, որոնց ինքը պարտադրեց։ Եթե դուք չգաք Փարիզի վեհաժողով, ես եմ ներկայացնելու Հայաստանի շահերը, ես։ Ու ես եմ իրավիճակը վերցնելու իր ձեռքը։ Ստիպված Խատիսյանին գնացին, այդ ամեն ինչը տրվեց իրանք չհավատացին, չուզեցին, մերժեցին ու հետ գնացին, ինքն ասեց, արա, ասեց, բերեք համատեղ կառավարություն սարքենք Արևմտյան, եթե չեք ուզում, արեք համատեղ կառավարություն սարքենք, սա մնա, սրան տիրություն անենք։ Բայց ես ասեցի, չէ՞ ով է Խատիսյանը։ Մերժեցին եւ Պողոս Նոբալ բաժան իր ամբողջ փողերով ու հնարավորությունով եւ քաղաքական ազդեցությունով աշխարհի բոլոր երկրների, բոլոր կառավարությունների միլիոններ էր ծախսում ինքը հայ որբերի, միլիոններ էր ծախսում ինքը զերքեր գնելու համար Հայաստանի, միլիոններ էր ծախսում ինքը դիվանագետներ եւ երկրի ղեկավարությունների հետ լավ հարաբերություններ ստեղծելով, որպեսզի օգտակար լինի Հայաստանը։ Բայց Հայաստանի կառավարությունը մերժեց, ինքնավետս մերժված մնաց։ Ես մտքով ես իրան չեմ կարող ոչ իմանի մեջ մեղադրեմ, որովհետև մենք շատ բանի թե ինքը ինչի սա չարեց։ Ամեն դեպս մենք տենում ենք ինչերա փորձել նա անի։ Ամեն դեպքում Փարիզի վեհաժողովին Հայաստանի մասնակցությունը չէր լինի, եթե Պողոս Նոբալը չլիներ։ Պողոս Նոբալի անունը կանթամենը կոչվեց Նոբալաշեն էնել սովետի ժամանակ, էնել մեծ ջանքերով, էնել իր մեծ ներդրումների շնորհիվ։ Առայսօր Պողոս Նոբալի մասին ոչ մի բան չկա Հայաստանում։ Պողոս Նոբալի մասին շատ քիչ բան գիտեն Հայաստանում։ Գիտեք ինչի, որտեղ ինքը ինքան լավ օրինակ է, բավական հանկարծ մի հատ օլիգարխ էլ որոշի, որ իր միջոցները պետքա ծառայի պետականությանը։ Ասում եմ, մենակ սրա համար Պողոս Նոբալի մասին ոչ մեկ պիտի չիմանա Հայաստանում։ Որովհետև երբ որ հայկական կապիտալը
սկսեց ծառայել Հայաստան աշխարհին, Հայաստան պետականությունը։ Ինչպես հրեականն է ծառայում Իսրայելին։ Հրեականը ծառայում եւ ծառայեցնում աշխարհը Իսրայելի շահերին։ Բարի բուն իմաստով ծառայեցնում է։ Հայկական կապիտալն էլ քիչ չի։ Բավականին մեծ է։ Այդ չեմ ասում ազդեցությունը, հայկական կապիտալի ազդեցությունը անհատական մակարդակներով ոչ մի բանով չի զիջում հրեականին։ Դու պատկերացնում եք ինչ կլիներ Հայաստանը։ Դեսնս կգա այդպես մի օր այս մեր օրերի փողոցում բանում ենք մենք, որ ինքը չսպասի, որ իրան կոչեր անեն, որ ինքը չսպասի, որ իրան համոզեն, ինքը նախաձեռնի, ինքը գտնի մարդկանց, որոնք պատրաստ են, հասկանում են, գաղափար ունեն, ինչա պետք Հայաստանի համար անել։ Հասկացեք, միջև չլինի այդ փողոցն ու բարը, այս մեր խոսացող մարդիկ անհատները, որոնք կան, իրենք մնալու են ձայն բարբարո անապատի, չեն լսվելու, իրաց մասին ժողովուրդը չի իմանալու։ Սերժի ժամանակ ասելու են, որ թե Սերժը չլինի ով, Նիկոլի ժամանակ ասելու են, թե Նիկոլը չլինի ով, այս ամեն ինչին այլ ընտրակ չկա, ինչի, որովհետև դա տես փողոցն ու բայ չկա։ Երանի տես մենք կարողանայինք մենք ունենայինք փողոցն ու բայ։ Պարտադիր չի լինի այդ փողոցն ու բայ, ուղղակի մարդը լիներ, որ իր ռեսուրսը կուզենար ծառայեցնել պետականության ամրապնդմանը, ավելի ճիշտ ես կասեի պետականության ստեղծմանը։ Այն ժամանակ մենք լրիվ ուրիշ իրավիճակում կլինեինք։ Հիմա գնանք մեր հարևան Իրանի մոտ։ Իրանի ԱԳՆ-ն բողոքել է Հայաստանի դեմ օգտագործված բառերի մասով, տեսեք, բառերի, ասում եմ Հայաստանի մասին դեմ օգտագործված բառերն անընդունելի են։ Նրանք հակասում են, վտանգ են սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Իրանն ասում է մենք չէ։ Իրանը ժողովուրդ չէ։ Մեր արտաքին քաղաքականություններն են վերցրել իրենց վրա։ Դու հասկանում են, որ Հայաստանը դա չի անելու, որովհետև Հայաստանի ղեկին կանգնած է մի հատ վիճվածք, որի նպատակը պետությունը քանդելն է։ Իսկ պետության վերջնական ինստիտուտը, վերջին ինստիտուտը մնացել է եկեղեցին։ Ինքը բոլոր ինստիտուտները քանդեց, կրթությունը քանդեց, մշակույթը քանդեց, Թուրքի հետ հարաբերությունները քանդեց, վերջում մնացել է բանակը։ Բանակն էլ քանդեց, իրավական համակարգը քանդեց, հիմա մնացել է եկեղեցին, որովհետև եկեղեցին է պահելու Սփյուռք Հայաստան կապը։ Իսկ թուրքական ծրագրի իրականացման համար մնացել է ամենամեծ խոչընդոտը Սփյուռքը։ Ոչ Հայաստանը, Սփյուռքը։ Ու իր ռեսուրսները։ Հիմա որպեսզի դա էլ կազմակերպվի եկեղեցի։ Հիմա այս մարդը ամեն ինչ տեսնում են, չէ՞։ Իրանք են սկսում մեր փոխարեն հայտարարություններ անել։ Իդեպ, այսօր Արաբատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի սահմանադրությունը կփոխվի, բայց 26 թվականի ընտրություններից հետո։ Սա ուղիղ նշանակում է Նիկոլի խոսքերը։ Դուք գիտեք մենք ձեր հետ ինչ ենք ուզում անել։ Դուք տեսնում եք, որ մեր նպատակը Թուրանն ապահովելն է, որ մեր նպատակը Հայաստանին զրկելն է իր բոլոր հիշողություններից, պահանջատիրության իրավունքից, մասից, բան եւ այլն եւ այլն։ Իսկ դառնանք ոչ մի բան պետականությունից, Զանգեզուրից, ամեն ինչից զրկելն է։ Դուք գիտեք, այս ամեն ինչը գաղտնիք չի։ Ու մենք դա անելու ենք ընտրվելուց հետո։ Այսինքն եթե նշանակում է դուք մեզ ձայն տաք, նշանակում է դուք համաձայնեք այդ ամեն ինչին։ Արդար է, չէ՞։ Իրենք ասում են, դե իրենք գիտեն ինչև է չեն կարող անել։ Բայց հիմա ասում են, որ հետո որ անենք, Հայաստանը ոչ մեկ չկարողանա ասի, այս ինչ եք անում։ Ինքը ասել է, արա մենք ձեզ ասում ենք, չես ամեն ինչը։ Գաղտնիք չենք պայել, չէ՞։ Դու այ չգիտեմ ինչ։ Ձայն տվել ես, չէ՞։ Ու իմացել ես ինչ պետք է անենք, բողոքը ո՞րն է։ Ասեց, հենց որ նկատում ունեցեք։ Հիմա արագանցնեք եւ որ ասում է հրեական բան է, փողը, նա տեսի նայեք։ Ասում է ես հրեա եմ եւ ես քո շեֆն եմ։ In a humiliating scene, a pro-Israel agitator was arrested after attempting to incite and provoke a peaceful Canadian march against. Ուրեմն ես Կանադայում, ասում է ինքը նվաստացնում է ոստիկաններին, ասում է ես հրեա եմ, ես քո շեֆն եմ։ Իսրայել բանա, հակաիսրայելական բանա։ Եկել է խանգարի այս մանիֆեստացիային։ Լսեք, սրա պատասխան։ Israel's genocide in Palestine. Because you're inciting this crime and then it breaches the peace. I don't now I'm going to tell you to move over there. So you're refusing to leave? I'm refusing to leave. Why? Ասում է գնա, ասում է չեմ գնում։ Ասում է ինչի։ Because I'm a Jew and I'm your boss.
Ասել, չեմ գնում, որտեղ ես հրեա եմ եւ ես քո շեֆն եմ։ Եկել եմ խանգարեմ։ Լսեք։ But you know what? In the interest of keeping peace here and public safety, you're under arrest for breach. Դեք երաս մասներ ենք, որպեսզի իրենց անվտանգությունը ապահովենք, դուք ձերբակալված եք։ Դուք հասկանում եք սենց լկտիության աստիճանը, ասում է մատով, արա ես հրեա եմ ու ես քո տերն եմ։ Սա։ Ոսից գնաս տեղից, ես չեմ գնա։ Ինչի ասես, որտեղ ես քո տերն եմ։ Հա, դե գնացի։ Դուք ձերբակալված եք։ Ես թվում աշխարհի արդեն կոկորտին է հասել այս ամեն ինչը։ Ես վաղուց, ասկե ես նոր եմ հետևում ներքին ամերիկյան քաղաքական խոհանոցին ինչա կատարում, որովհետև ես արդեն քիչ չէ, ես կլինի 10 տարի Ամերիկայում եմ ապրում, բայց ուշք ու միտքս ամբողջ ամեն ինչը եղել է Հայաստանը։ Ես նույնիսկ չեմ իմացել քաղաքապետ Նովայի նախագահանի չան բացասակապես հետաքրքիր չի եղել։ Ամեն ինչով տարված եմ եղել Հայաստանով։ Բայց հիմա Հայաստանը հասկանում եմ, տեսնում եմ ավելի ճիշտ, մանավանդ այս պատերազմից հետո այս այն ինչ հիմա բացահայտվում է, հասկանում ենք, որ ամեն ինչ փոխկապակցված է։ Եվ հիմա նոր ավելի մեծ խորությամբ ուշադրություն դարձնում ինչա կատարվում։ Ես չգիտեմ առաջ եղել է sense թե ոչ։ Բայց հիմա ինչ եմ զգում, որ շատ արագ փոխվում է սեղ ներսում։ Ու այդ ամեն ինչը երևում է միանգամից ընտրություններով։ Բանը Նյու Յորքում հաղթեց միակ մահմեդական տեխնացուն եւ այսօր ամենա բոլոր հրեաների 7 հրեաների հաղթեց լինելով ինքը դեմոկրատ ասկը պարտվեցին հանրապետականները Թրամփը պարտվեց հրեաների հետ այսօր միտեղ է 23 տարեկան երիտասարդը հաղթել 23 տարեկան ամփորձ ուղղակի միակ մի բանի բան ինքը դեմոկրատ է հաղթել է հանրապետական նահանգում 23 տարեկան դեմոկրատը հիմա ես մոռացա փախնով սխալ ասեմ Ինչ կատարվում է մի անգամից անդրադառնում է ընտրությունների վրա։ Այսինքն սենց է պատկերը։ Սրանք ինչքան լկտի անում են Թրամփին, այս բաներով էս իրանց հրեական զամաշկերտով։ Այնքան միանգամից ժողովուրդը հակառակ է քվեարկում։ Հիմա թե սա հետագայում էլի ոնց կանադառնա մեր վրա։ Ես չգիտեմ, բայց ես վստահ եմ մի բանի վրա։ Ինչքան թուլանա հրեական ազդեցությունը Ամերիկայի որոշումների վրա եւ աշխարհի վրա, այնքան մեր շանսերը մեծանում է գոյություն ունենալու։ Որովհետև հրեական լոբին միշտ աշխատել է թուրքերի ձեռքով, թուրքերի շահերի համար աշխատել, մշտական։ Փողը տվել են արել ամեն ինչ։ Միշտ աշխատել է հայկական ձևի վրա։ Այն ինչ որ հիմա կատարվում է Իսրայել-Բաքու այդ հարաբերությունների մեջ, էլի ինդեմ մեզ է։ Այսինքն իմ խնդիրը ոչ թե հրեա մարդու հետ է, գիտեք, դրանց մեջ ես միշտ լավերի ներկայացնում եմ, այլ այս սիոնիստական լոբիի եւ սրանց քաղաքականության հետ է մեր խնդիրը։ Ու ես տեսնում եմ սրանք ոնց են նահանջում, որտեղ մարդիկ հակառակ են քվեարկում ուղղակի, սա նահանջ է նշանակում։ Դա սա էլ լսեք։ So tell us, how much money would Meta pocket from just this one tax break alone? Senator, they would receive $15 billion. 15 billion with a B, right? That's right. $15 billion as a reward for decisions that they've made over the last 3 years. No strings attached. By the way, that is more than the federal government spends annually on childcare. Թրամփը մատորնակից անցկացնում, որով օգնում է հալուսներին, որ քիչ վճարել։ Մենակ Facebook-ը, Մետան, Ցուկերբերգը, այս օրենքից շահում է 15 միլիարդ։ Ասում է, ու ինքը կրճատում է բոլոր սոցիալական օգնությունները, համարյա բոլոր, առողջապահության վերաբերյալ, իմ ասում եմ չեղոցքերը, բանա, երեխաների նպաստները։ Երեխաների նպաստները շատ ավելի քիչ է, քան այս օրենքով շահում է մենակ Facebook-ը։ Ու ժողովուրդը իմ այսինչ եմ ասում, ժողովուրդը սա տեսնում է, սա հակառակ էֆեկտն ամենը ասում, քվեարկելու է հակառակ, վստահ եղեք 26 թվականի, այսինքն որտեղ ընտրություն եղավ, հանրապետականները կորցնելու են ամեն ինչ։ Թրամփը չի հասցնելու միջև իր բանի վերջը։ Չի հասցնելու։ Այս ինչ որ կատարվում է ուղիղ բոլորի, ոչ թե Ամերիկայի, այստեղ հարցնա, բոլորի շահերի հակառակ։
որտեղ այս մարդու նպատակն է փրկել Նետանյահուին, հնարավորինս փոխարկել Իսրայել եւ փրկել Հարուսներին ու Պուտինին։ Այս ու ինչքան ինքը ավելի կտրուկ այս գործողությունն անում, այնքան ժողովուրդը ավելի է։ Իրոք հակառակը քվեարկում։ Այս հնարավորությունները Ամերիկայում կան։ Դրա համար երբեք ապստամբության չի հասնում բանը։ Իսկական է, կան մեխանիզմներ, որոնք միանգամից հակադրվում են։ Իսկ եթե մի երկու դու ոնց որ Հայաստանն է, այս ամենը տեսնելով հակադրվելու մեխանիզմներ չկա, ապստամբությունը մնում է միակ, ցավոք եմ ասում, միակ ձևը։ Դա հիմա կլինի մոտ ասեմ անզեն ապստամբություն, խաղաղ ապստամբություն, զինված ապստամբություն է։ Միևնույնն է։ Մարդը դրա իրավունք ունի, որովհետև ինքը զրկված է ինչ-որ մի բան փոխելու օրինական ճանապարհներից։ Այնց որ այն մարդիկ, որոնք բան են բարից մատ են զգում, փոխզգան նշանակում է կամ իրանք ուղղակի այնքան գիտելիք չունեն, որ այդ պատճառի հետևանքներին կապը հասկանան, կամ են ուղղակի ոդի չեն ուզում, որը շատ բան չի փոխում։ Ես ուզում եմ միանգամից վերադառնանք Հայաստան։ Ալա, այս Բրիտանիայի մասը ասեմ նայենք։ Բրիտանիան շատ կարևոր մաս է այստեղ։ Jeremy Corbyn. Ինչի մասին այսին։ Օրենք են անցկացնում, պահանջում են ստեղծել հանձնաժողով, որը կքննարկի կբացահայտի եւ ապացուցած է, որ sense փաստեր կա Բրիտանիայի մասնակցությունը Իսրայելի հետ Գազայում կատարվող ցեղասպանության մասին։ Սա բրիտանական պարլամենտն է։ Փաստը, որ Բրիտանիան մասնակցում է Իսրայելի հետ այս ցեղասպանությանը։ Հիմա իրենց պարլամենտում հանձնաժողով են ստեղծում, որը պետք է մանրամասն ուսումնասիրի իր ներգրավվածության չափը։ Ես ասեմ, նաև ոնց է աշխատում։ Բրիտանիան փրկում էր այս օրերին, երբ որ ռազմական բան կար, հարձակումներ կար բանի վրա, Իսրայելի վրա, նաև բրիտանական ավիացիան եւ հակաօդային պաշտպանությունը խփում էր իրանական հրթիռների, որոնք չհասնեին տեղ դեպի Իսրայել։ Այսինքն Բրիտանիան նույնպես օգնել է, որ Իսրայելը քիչ տուժի։ Եվ փորձագետների գնահատմամբ էլ չդնեմ միանգամից, եթե եւս 2-3 օր շարունակվի սա, Իսրայելի կեսը չէր լինի, ել չեմ ասում, պարզ ասում են, որ օդանավակայանը չէր աշխատում, բենզին արդեն չկար, որտեղ բենզինի վերամշակման գործարանը պայթեցվել էր Հայֆայում, ծովով երկու նավագահ հանգիստ կա, որով արդեն օդային ճանապարհ չկա, ծովն է։ Երկու նավահանգիստներից մեկը արդեն պայթացված էր, հետախուզության շտաբը պայթացված էր, մի խոսքով, այն վիճակում էր, կոլապս էր, այսինքն այս պատերազմի կանգնեցնելը բանի կողմից, Թրամփի կողմից, դա Իսրայելին փրկելու նպատակով էր։ Բացի դրանից, քանի որ այս ինֆորմացիոն բանը շատանում է, երկրները պահանջ են ներկայացնում, բացահայտել իրենց երկրի մասնակցությունը ցեղասպանությանը 21-րդ օրում, ոչ մեկ չի ուզում մասնակից լինել ցեղասպանության ընթացող գործերի։ Ժամանակին կարող է աչքեր փակեին, որովհետև մեդիան իրենց կոնտրոլի տակ է, բայց ասել մեդիան անվերահսկելի է։ Եվ իրանք ստիպված արդեն պետք է գործողությունների գնան։ Լավ, լսենք մեր բարեկամներին, հայրենակիցներին լսում վերջացնենք։ Ում եք փախնում է Հայաստանից։ Գնա ու էլ ետ չկա, ջահանամի տակը գնա։ Ում հետ գնա, ում տանի հետ է։ Իրա մարդուն Նիկոլին։ Հրողից թե չի գնում։ Ում եք փախնում է։ Փաշինյանի հրահանգով ԱԱԾ-ն մտել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Փաշինյանը գլուխը պատին ա տվել, որ մեկ կրոնին։ Ես Փաշինյանի вообще я не могу о нем говорить. Поймите правильно. Թիվորականների են ձեր թակալում, ինչ կասեք։ Ինքը մարդ չի։
չեմ կարա, իր մասին չեմ կարա ասել։ Փաշինյանի ասում եք մարդկանց մոտ ատելությունն ու զզվանքը այն աստիճան է, որ միանգամից կծկվում է դեմքի մկանելու, չգիտեն ոնց արտահայտել, որ հայոյանք չհնչի։ Սա հասարակահաղորդակցության վերաբերմունքն է։ Ու իրանք այսօրվա հայտարարությունը Արարատ Միրզոյանից էլ ասեմ, որ 26 թվականի ընտրություններից հետո մենք կփոխենք սահմանադրությունը, երկու թիրախուներ էր։ Մեկը դա հայ ժողովուրդն էր, որ այսօր ասում է, հայ, ես անելու եմ։ Երկրորդը Թուրքիան եւ մնացած այն ուժերը, որոնք ուզում են, որ այդ սահմանադրությունը փոխվի։ Որ մենք հիմա չենք կարող անենք, դա կանենք 26-ից հետո։ Եթե ուզում եք դա կանենք, մենք դա անենք, ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որ մենք վերընտրվենք։ Սա պարզ մեսիջեր, որտեղ իրանք շատ լավ գիտեն, ժողովուրդը իրանց չի ընտրում։ Ասել զզվել նշանակում է չասել ոչինչ բան։ Իրանց նկատմամբ այլ զգացմունք չկա, բացի նողկան եւ այդ կարգի որակավորող զգացումներից։ Այսօր մանրամասն,